Մրցաշրջանն ավարտված է եւ հիմա ժամանակն է գնահատելու Մադրիդի թոփ 5 վատագույն ֆուտբոլիստներին այս մրցաշրջանում։ Հիշեցնեմ, որ ես դիտարկում եմ այն ֆուտբոլիստներին, ովքեր որ առնվազն խաղացել են 1000 րոպե, առնվազն այսինքն 10 խաղ։ 10 խաղից ավել է նույնիսկ գալիս դա։ 5-րդ հորիզոնականում է Մադրիդի Ռեալի վատագույն ֆուտբոլիստներից Ռոդրիգոն, ով որ ուղղակի խայտարակ մրցաշրջան հասկացրեց, խայտարակ ստատիստիկա խփեց այս մրցաշրջան։ Մադրիդի պատմության հակառեկորդ սահմանեց հարձակվողներից, ովքեր որ ամենաշատ հանդիպումն անցկացրել եւ գոլ չի խփել այդ հանդիպումների ընթացքում, որից հետո նաեւ վնասվածքներ էր ստանում, վերջում էր Խաչաձև վնասվածք ստացավ, Խաչաձև կապանների վնասվածք ստացավ եւ ես Ռոդրիգոյի գոյությունը Մադրիդում չեմ հասկացել, չեմ հասկանում ու եւ երբեք չեմ հասկանա, ես ուղղակի քանի մրցաշրջան է խոսում նրա մասին, որ Ռոդրիգոն Մադրիդի Ռեալի մակարդակի ֆուտբոլիստ չի եւ նրա հեռանալու ժամանակն է, պետք չի թվում բայել ֆուտբոլիստին, մենակ տարիներ առաջ Մանչեսթեր Սիթիի դեմ հերոսության համար։ Խնդրում եմ հասկացեք ինձ։ 4-րդ հորիզոնականում է Ֆրանկո Մաստանտուոնո, նոր տրանսֆեր, ես նրան դեպի փոքր այս անգամ խիստ եմ գտնվել, բայց նա խաղաժամանակ նորմալ ստացել է եւ ես դրա համար նրան քննադատում նորմալ ասել եմ, քիչ ուռճացրած է, որտեղ համատած մնացած ֆուտբոլիստների մնաց 2000-ից 3000 րոպեից ավել խաղաժամանակ են ստացել, բայց Մաստանտուոնոն ինձ համար վատագույնների մեջ է մտնում այս մրցաշրջանում, 4-րդ հորիզոնական ավել բան չկա ասելու, Ռեալ Մադրիդի մակարդակի ֆուտբոլիստը չէր այս տղեն, ջահել, խամ, ուղղակի 0 Եվրոպայի ոչ մի բան ցույց չտված ու բերում ենք Մադրիդի Ռեալ ու ինքը ցույց է տալիս այն, ինչ որ շատ-շատ սպասելի է։ Երրորդ հորիզոնականում է ինձ համար Ռաուլ Ասենսիոն ինձ համար Ռեալ Մադրիդի լավագույն պաշտպաններից մեկն էր այս մրցաշրջանում, նույնիսկ ինչ որ մի պահի Էդեր Միլիտան, քանի որ թվում չէր, նա Ռեալ Մադրիդի գլխավոր եւ լավագույն կենտրոնական պաշտպաններ ինձ համար։ Դուք հասկացեք Ռեալ Մադրիդի կենտրոնական պաշտպանի վիճակը ինչքան վատ է, որ ինձ համար Ռաուլ Ասենսիոն լավագույնն էր։ Ես այնպես է, որ ես հավատում եմ Ռաուլ Ասենսիոյի վրա եւ նրա տաղանդի վրա, ես վստահ եմ, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի Մադրիդում։ Ռաուլ Ասենսիոն շատ հաճախ մեղադրում են ուրիշների սխալները կոծկելու համար։ Ռաուլ Ասենսիո երրորդ հորիզոնական վատագույնների ցանկ։ Երկրորդ հորիզոնականում է ինձ համար այսօր Էդուարդո Կամավինգան, ում որ գլխավոր մեղավոր են ճանաչում Բավարիայի դեմ պարտության համար, ես այդքան էլ իրան գլխավոր մեղավոր չեմ համարում, ես իրականում մեղադրում եմ միանշանակ Կամավինգային այդ դրվագի հետ կապված, որովհետև նա կարող էր ավելի իրեն adekvat բայել եւ առնվազն գոնե մրցավորին թույլ չտար, որպեսզի նա նրան դեղին քարտ ցույց տա երկրորդ, բայց համենայն դեպս ես կարծում եմ Կամավինգան այս մրցաշրջանում վատագույններից մեկն էր Մադրիդի կազմում։ Ես նույնպես հավատում եմ Էդուարդո Կամավինգային եւ կցանկանամ նրան տեսնել հաջորդ մրցաշրջանում Մադրիդում, եթե իհարկե խաղաժամանակ ստանալու։ Եթե խաղաժամանակ չի ստանալու, ապա թող ավելավա գնա իր կարիերան փրկի։ Առաջին հորիզոնականում է Անտոնիո Ռուդիգեր, Ռեալ Մադրիդի այսպես ասած ամենահեղինակավոր կենտրոնական պաշտպանը, ամենաուժեղ կենտրոնական պաշտպանը, եթե թղթի վրա որպես լրացնենք տվյալներով, բայց իրականում նա այս մրցաշրջանում Մադրիդի վատագույն ֆուտբոլիստներ ուղղակի չափից դուրս անհավանական շատ սխալներ, նույնը նաև անցած մրցաշրջանում էր եւ նաև հաջորդեց այս մրցաշրջանում։ Հնարավոր է ասել, որ օրինակ նախորդ մրցաշրջանում լավ մրցաշրջանից հետո ինքը մի փոքր սպատ դեպի գնաց ու չգիտեմ թիմի մոտ ընդհանուր սպատ կար, բայց այս մրցաշրջանի սկզբում էր մեր թիմի մոտ վատ վիճակ չէր, նորմալ էր մրցաշրջանի սկզբում եւ նա միևնույնն է ոչ մրցաշրջանի ընթացքում ինձ համար վատագույն կենտրոնական պաշտպաններից մեկն էր Մադրիդում եւ վատագույն կենտրոնական պաշտպան եւ վատագույն ֆուտբոլիստ է Մադրիդի կազմում։ Գրեք ձեր կարծիքները տեսանյութի մեկնաբանություններ բաժնում արդյոք համաձայն եք ինձ թե ոչ եւ կարող եք գրել ձեր top 5-ը, խնդրում եմ ինպես դատեք գոնե 10 խաղ Մադրիդում անցկացրած ֆուտբոլիստները, այսինքն գոնե 1000 րոպե Մադրիդի կազմում կամ 900 րոպե գոնե հասկացրած ֆուտբոլիստներին։ Հալա Մադրիդ, Հինադամա, գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում արդյոք ինձ հետ համաձայն եք թե ոչ։